Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր պատասխանելու եմ բոլորիդ հիմնական հուզող հարցերին եւ այն ամենը, ինչը որ դուք ամիսներով հարցնում եք, այսօր պարզ պատասխանելու եմ։ Այո, ես հայրենիքում եմ։ Այո, ես պայքարելու եմ։ Ոչ, երբեք չեմ սատարելու Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան տանդեմին, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյան։ Ոչ, երբեք չեմ համաձայնվելու հայրենիքի կորստի հետ։ Այո, ռևանշ լինելու է։ Այո, ես ռուսամետ եմ, գտնում եմ, որ բոլոր չարիքները եւ այո, ես դեմ եմ սեռական շեղվածներին, սեռաշեղվածներին, դեմ եմ ԼԳՊՏ հավասարությանը։ Ես գտնում եմ, որ բնությունը պետք է ստեղծի կին եւ տղամարդ եւ չկա երրորդ սեռ։ Մնացյալը հոգեկան շեղված, հոգեկան հիվանդներ են։ Եթե կինը կին է, ինչքան էլ որ լինի ուժեղ, անգամ կայացած կանայք, անգամ մարտադաշտում կինը կին է։ Այո, ես կին եմ եւ դա հպարտությամբ եմ միշտ ասում։ Այս երկրին այո պետք չեն որցեր, այս երկրին պետք են տղամարդ տղաներ։ Մենք ունենք այդ տղամարդ տղաները բոլոր սերունդներում։ Ես համամիտ չեմ, որ չունենք եւ այլն։ Այո, Նիկոլի դեմ պայքարելու եմ, քանի դեռ ողջ եմ, եւ այդ թվում թաքնված Նիկոլապաշտների, եւ այդ թվում քաղաքական վաշխառուների դեմ եմ պայքարելու, ով ուզում է լինի, անգամ եթե հարազատ եղբայրս է, քաղաքական վաշխառուները տեղ չունեն հայրենապաշտության, հայրենապաշտպանության մեջ։ Այո, գիտեմ ովքեր են, գիտեմ եւ վաշխառուներին, գիտեմ եւ թաքնված նիկոլականներին, դե էլ չասեմ Նիկոլին գիտեմ, ծանոթ ենք այո անձամբ, երբեք կողմնակից չեմ եղել նիկոլիզմին, երբեք թավիշ չեմ արել, ոչ մի վարկյան չեմ հաշտվել են մտքի հետ, որ Նիկոլի նման թուրքը կարող է լինել երկրի ղեկին, ոչ, երբեք չեմ սատարել Նիկոլին, այո, միշտ սատարել եմ Ռոբերտ Քոչարյանին, 90-ականներից սկսած, դեռ Արցախյան պատերազմի տարիներից, այո, շարունակելու եմ, որովհետև լրիվ համոզված եմ, որ քաղաքական ասպարեզում դիվանագիտության մեջ հայկական հասարակությունում նրա հավասարը չկա։ Այո, կողմնակից եմ Պուտինյան դաժան քաղաքականությանը, գտնում եմ, որ տղամարդը պետք է կարողանա բռունցքով խփել սեղանին եւ ասել ոչ, ես ձեզ ոչ մի թիժ չեմ տալու հող։ Եվ այո, կողմ եմ հոգեպես, ֆիզիկապես եւ առհասարակ կայացած տղամարդկային ուժին, ոչ երբեք չհամաձայն չեմ հավասարությանը կնոջ եւ տղամարդու։ Կարծեմ բոլոր հարցերին պատասխանեցի։ Եթե բան եմ բաց թողել, գրեք կպատասխանեմ։ Այո, մինչև վերջ, սխալ լինի թե ճիշտ։ Բոլոր ձևերով, բոլոր կողմերով համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ այո, Քոչարյանի կողքին եմ լինելու, պայքարելը չեմ թողել, չեմ թողնելու, զենքով լինի, գրչով լինի, ոչ քաղաքական դաշտը չեմ լքել, չեմ լքելու, այո, նորից բանակ ենք ստեղծելու, այո, Արցախը հետ ենք բերելու, այո, պահանջելու ենք Եղեռնի հաստատումը եւ 110 տարի անց համոզված եմ, որ ստանալու ենք այդ հաղթանակը, այո, մտածում եմ, որ ամենահաղթող դիվանագետն է Ռոբերտ Քոչարյանը ու տղամարդը պետք է լինի հենց այդ կերպարով եւ լինելու եմ նրա կողքին միշտ։ Ռոբերտ Քոչարյանը իմ նախագահն է, եղել է, կա, լինելու է միշտ։ Սխալ լինի, թե ճիշտ, որովհետև համոզված եմ, որ առաջնորդները ընտրվում են վերևից, երկնքից, եւ առաջնորդները երբեք սխալ չեն լինում։ Եթե նրանք իրապես առաջնորդներ են, ընտրյալները երբեք սխալ չեն լինում, որտեղ ընտրյալներին Աստված է ընտրում, իսկ Աստված երբեք սխալ չի լինում։
Այո, ես քրիստոնյա եմ, առաքելական եկեղեցին պաշտելով հանդերձ, իհարկե որոշ եկեղեցականների պահվածքներին դեմ եմ, բայց դե եկեղեցականն էլ մարդ է, ոչ երբեք չեմ փոխել տարբեր կուսակցություններ, կուսակցական չեմ եղել երբեք, այո, եթե Ռոբերտ Քոչարյանը բացի իր առանձին կուսակցությունը լինելու եմ նրա կուսակցության անդամ, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, իմ կուսակցությունը իմ հողն է, իմ երկիրը իմ պաշտամունքն է, իմ պատմությունը իմ սրբությունն է, այո, առաջին պատերազմից մինչև գալիք պատերազմներ պատրաստ եմ, նոր մարտնչման, ոչ, սոսե ես չեմ իմ համար այդ անունը կնքել, այդ անունը ինձ մարտադաշտում տղաներն են տվել, դե եթե ինչ-որ բան էլ մոռացել եմ, անպայման տվեք այդ հարցերը, խոստանում եմ ինչպես միշտ ազնիվ և ճակատներիդ պատասխանել, ինձ դրա համար են չէ միշտ թշնամիներս ատում, վաշխառուները ատում քաղաքական, իսկ հավատարմատարներս սիրում, որտև ինչ մտածում ասում եմ, ոչ ես ինձ երբեք չեմ դավաճանելու, ոչ մի կերպ իմ հայրենիքը գին չունի, ինձ չեք կարալու առնեք, ես իմ հավատամքը չեմ փոխում, իսկ իմ ելույթների, եթերի, էջերի, գրածների տակ հայհոյան գրող սերժանիկոլական ոչնչություններին ոչ չեմ պատասխանելու, թույլ չեմ տալու, որ իմ ֆոնի վրա դուք ձեզ տղա զգաք, կասեմ միայն մի բան, այդ հայհոյանքով խոսող տղամարդիկդ, եթե դուք տղա լինեիք, Նիկոլը դեռ այսօր իշխանության չէր լինի, այսինքն դուք տղա կոչվելու իրավունք չունեք, ուր մնաց թե հայհոյան գրելու, ձեր հայհոյանքը, դուք ուղիղ ուղղում եք ձեր մայրերին, ձեր քույրերին, ձեր աղջիկներին, որտև նրանք ձեր կողքին են, որտև այդ նույն հայհոյանքը տալուց, դուք սատարում եք թուրքին, իսկ թուրքը որ եկավ նրանց է այլանդակելու, առաջինը, որտև ես կռվելու եմ նրանց դեմ, դուք չէ, դա նշանակում է, որ ինձ ամեն հայհոյող հայ տղամարդ, միայն նրա համար, որ ես սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին, և կամ խոսում եմ Սերժի դեմ, թող լավ հասկանան, որ հայհոյում են իրենց մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին, հիշեք դա ու չմոռանաք, հայրենիքի պաշտպաններին վրա ցեղ շպրտողները թուրքերեն, հայերեն խոսեն թե թուրքերեն, բոլորիդ հարցերին սպասում եմ, բոլորիդ հարցերին պատասխանելու եմ, լավ եղեք ու այո համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք հաղթելու ենք ու ետ ենք վերադարձնելու բոլոր կորցրածը, լավ եղեք